Ուրեմն Սաֆարյան Ռաֆայել, ապրում եմ Հանրապետության Նրբանցքում, ցավոք սրտի կառավարության թեթև ձեռքով արդեն այդ հասցեն գոյություն չունի 3 տարի, բայց այս պահին ստեն որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի, այս նոր օրենքը, որ կիրառում են ազգային ժողով մտցրեցին գերակաշռայի համար որպես տարիներով փորձ ունեցող անձնավորություն, մտահոգ եմ Կոնդի համար, մտահոգ եմ Նորագյուղի համար, մտահոգ եմ Բուզան փողոցի համար, Կորի փողոցի համար, որտեղ ստե ներկան հիմա բոլոր բնակիչներից կանցտ է, իրանք ճանաչելով հանդերձ ինձ իմ անցած ճանապարհին դառնությունը դատարանների ձեռքը, իրանք էլ են միացել այս ակցիային, որ բողոքը իրանց բողոքը հայտնում են գերակաշռայի օրենքով Ավելին ասեմ, որ աշխարհում նախադեպը չկա նման օրենք, որ կիրառեն բացի մեր Հայաստանի Հանրապետությունից, այսինքն ներկա իշխանությունը իրանց ոնց ձեռքատալի օրենքը այնպես կիրառում են, ես կարող եմ ամեն ինչը մանրամասնորեն ասել, որ ավելի պարզ լինի, ուրեմն ինչա տեղի ունենում, տեղի ունենում նա, որ միջ այսօր գերակաշռայի օրենքով հատուցվում էր սեփականատիրոջը 15%, հիմա կառավարության որոշումով 30%, նույնիսկ 100% էլ անի, դա չի բավարարում, միակ պատճառը նա է, որ շուկայական գինը էլ իրանք են որոշում, այսինքն շուկայական գինը իրանք ոնց ուզում, այնպես էլ որոշում են, ես կարող եմ բազմաթիվ փաստեր ներկայացնել, Ես հիմա կնշեմ փաստերով, որ ավելի պարզ լինի հանրությունը իմանա, որ սեփականատերերը ինչ-որ աստղաբաշխական թվեր չեն ուզում, աստղաբաշխական ավելի ցածր գներ իրանք են գնահատում։ Ուրեմն մեր գույքը կադաստրային արժեքով գնահատած է 447 քառակուսի մետր կապիտալ շինությունը գնահատված է 153 միլիոն դրամ, ուրեմն Արդարացության նախարարության կողմից փորձագետը գնահատել է 38 միլիոն, բոլոր փաստաթղթերը կա, դատարաններ ներկայացված է, ընդդուք միջև բողոքը հասել ազգային ժողով, նույն բաները փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին ասում է մենք չգիտենք ինչա, էդի ոնց է եղել այդ մեխանիզմը ու արդեն քանի տարի մենք դատարանի դռներն ենք անհիմն դատավարություններ գնում, ուրեմն ես բազմիցս ասել եմ, ես մի հատ կարճ մեջբերում անեմ, էլի, օրինակ սենց ասեմ ձեզ, որ ավելի պարզ լինի հանրությանը, դատարանները օրինակ սենց են որոշում, որ գնում ես մի հատ վկայություն տալու, նախորդ մի հատ թուղթ եմ բերում ստորագրը, որ սուտ կեղծիք տալու համար պատասխանատվության ենթարկեն։ Ես այսքան բազմիցս ասում եմ, էլի, եթե կեղծիք է ինձ էլ կալանավորեք, ինձ էլ պատասխանատվության ենթարկեք, չէ՞ որ ես կեղծ ցուցմունքներ եմ տալի, այսինքն ես որ ինչ-որ ասում եմ, ես պատրաստի փաստերով եմ խոսում։ Եթե այդ փաստաթուղթի մոտ չկա, ուրեմն մարդկանց վերում են, որ իրանք վստահություն ներշնչեն, որ մարդիկ ասեն, այո, այդ ձև է։ Ու այս դատարանները, օրինակ մեր դատը, որ 21-22 թվին տեղի ունեցավ դատարանի կողմից, գնաց վերաքննիչ ամբողջովին հետ տվեց, նորից ուղարկեց առաջացիան դատարան, մի տարի դատավարություն գնալուց հետո երկրորդ տարին արդեն մի տարի հանգիստ թողեցին, երկրորդ տարին դատավորը դիմում գրեց ազատվեց, ասեց ես չեմ կարա նման դատավարություն շարունակեմ, իրանք սենց մտածեցին, ով կարա լավ մի հատ նման հապշտապ վճիռ կայացնի, Ռուբեն Բունացյանի վրա մակագրեցին, Ռուբեն Բունացյանն էլ վրա դատերա նշանակում, այս նոր օրենքի համաձայն, որ մի անգամից վտարում տա, ասի դե գիտեք ինչ, դատանի վճիռը կայացվել է, դատերը մինչև երեկոյան ժամը 6-ը տևում է, իրանց դատավարությունները, առավոտ իրանք փաստաթղթերով արդեն կադաստրով շուռ կգան, կասեն գիտեք ինչ, արդեն ձեր գույքը այս ինչ հասցեի տված է, ես բազմիցս ասել եմ, որ կառավարությունն է ուղղորդում բոլորին։ Ես ամենապատասխանատվությամբ ասում եմ, նույնիսկ այս վերջերս, որ վարչապետը ելույթ ունեցավ, չէ, ասում է դե ինչ է, ասում է 15%, 30% փողը տանք, ձերքն էլ ստենց անեմ։ Այսինքն դու ես տավող փողը, հարգելի, գիտեք ինչ, այնքան բաներ ելնում, մարդու էլ համբերություն չի անում, էլի, ես բազմիցս ասել եմ, որ կառավարությունը ուղղորդում է կառուցապատողները, որ գնում է ասում եք, չէ, ասում է դե մենք ինչ, մենք բարեխիղճ կնորդներ ենք, բարեխիղճ ձեռքբերողներ ենք, միանշանակ ամենապատասխանությամբ ասում եմ, բարեխիղճ ատկատներ տվող են կառավարությունը,
որ կառավարությունը հիմնովին ու ասում է, այս մարդը պետքա կառուցապատի։ Ես հələ թող այդ կառուցապատողները կան, տենանք, գցենք բռնենք, տենանք, ես իրանցից պակաս կառուցապատեմ, խի չեն ինձ հանձնարարում։ Նույն բանն էլ արդեն Նորագյուղում է, հարգելիս։ Նորագյուղում էլ արդեն նշում են, թե ով պետքա կառուցապատի։ Ոնց կարելի է։ Չէ՞ որ դե հերթով որ կտան, գերակաշա, հարգելի կառավարություն, հարգանքով դիմել եմ, խնդրանքով դիմել եմ, անհարգելով դիմել եմ, չգիտեմ, մի անգամից Երևանը գերակաշա ճանաչեք, պրծնենք էլի։ Խնդիրը բարձրաձայնելու համար դիմել եք նաև Նիկոլ Փաշինյանի, քանի որ ինքը ասում է, ես օրական հարյուրավոր քաղաքացիների նամակների եմ պատասխանում, գուցե նրա նամակները։ Հարգելի լրագրող, ես կարող եմ ձեզ մոտ իմ հեռախոսի մեջ այնքան նյութեր կա, ես նույնիսկ 2 անգամ հաղորդագրություն եմ ուղարկել իրան։ Այն լրագրողները, որ հավաքում են հետո բնակիչներից բանից չէ, ասում են հետո հարցերին են պատասխանում եւ այլն, ես 2 անգամ մի մոտ գրածա, որ ես ուղերձ եմ հղել իրան։ Բացի դա թե ինչքան նամակներ, խիմենակ ինքը դատախազություն, մարդու իրավունքների պաշտպան չունենք ընդհանրապես։ Ինչ են պատասխանում։ Ոչ մի բան չեն պատասխանում, ցավալին դա է, որ չեն պատասխանում։ Մի Սխան չկա, ամեն այդձև շաբաթ չկա, որ բողոքներ չգնա քաղաքային իշխանության վրա, կառավարության վրա, ազգային ժողովի վրա։ Նայեք, մենք այս գերակաշայի շատ ներողություն, գերակաշայի փողոքը այդ որ հանրային քննարկում չեղավ, դե իրանք ոնց որ հոշում են, չէ՞։ Մենք ստորագրություն հավաքեցինք, ես կարող եմ հիմա սխալվեմ 70-ից 80 ստորագրություն ենք հավաքել, ներկայացրել ենք մենք ազգային ժողով, որ հանդիպում նշանակեն ազգային ժողովի նախագահ հետ, Ալեն Սիմոնյանի հետ։ Չկա, ձայն չկա։ Ու իրանք հեսա երկրորդ ընթերցման կընդունեն, դատարանը մուրճը կխփի, հարգելի կառավարություն ասեմ, ոչ հարգելի կառավարություն, չգիտեմ ոնց դիմեմ սրանց արդեն։ Բայց իրենք էլ մի կողմից ասում են մենք ժողովրդավար ենք, մենք հիմա ավելի բաց են ժողովուրդը։ Դե հիմա եթե ժողովրդավար են, հարգելի, ժողովրդի առջև։ միանշանակ փակեն։ Թե Ֆիրդուս թաղամասը 33-րդ թաղամասը ինչեր քաշեց այդ իրան ժողովրդավարության ձեռքը, դա բոլորն է հայտնի, բոլորին հայտնի է։ Սոց ցանցերով, այդ սոց ցանցեր չկա, որ ես վարսաձայնած չլնեմ։ Դե թող մի օր ինձի կանչեն, ասեն գիտեք ինչ, ոչ հարգելի քաղաքացի, դու զրպարտում ես։ Իմ մոտ այնքան փաստեր կան իրանց հետ կապված, որ չգիտեմ էլի, մենք ճիշտ ասած արդեն հույս չունենք, միանշանակ հույս չունենք ոչ այս ներկա դատավարությունից, որ սենց մի հատ մեխանիզմ է աշխատում, ես պարզ ասեմ էլի իմ փորձով։ Ուրեմն բողոքում ես, այս բողոքը նայում են, գնում են այս մյուսին ասում են, գիտեք ինչ, սենց մի հատ բողոք է, այնի ասում է կայնի մի հատ վերև զանգեմ, սենց մի հատ բողոք է, կայնի մի հատ վերև զանգեմ, էսի լավ է գցեք դարակը թող գնու, այդ բողոքը արդեն չի գնում, չի բարձրաձայնում, ցավը դա է, որ չի բարձրաձայնում, չեն լսում, լսելու հատկություն չունեն։ Ասում են մենք լեգիտիմ իշխանություն ենք, չէ՞, լեգիտիմ իշխանությունը ոնց է, ժողովրդին կոնկրետ ես խաբված եմ, ինչ որ ասել է, ես խաբված եմ։ Ու ես հիմա պատասխան եմ պահանջում, թե խես ինձ խապե, խես ինձ տնից հանում, ինչի մարես դու կոպեկներով, բառից բուն իմաստով կոպեկներով տնից հանում, որովհետև դրա փաստերը կա։ Հիմա ինչ եք պատրաստվում անել, եթե այսպես ոչ միտեղ ասում եք մի գոյություն չունի։ Եթե անկեղծ պատրաստվում ենք 26 թվականի ընտրություններին, մնաց բարով անենք սրանց, նոր կառավարություն ձևավորվի, նոր ուժեր գան, որ լինեն ժողովրդական, այսինքն մարդը մտահոգ լինի իր յուրաքանչյուր աշխատողի համար, իր յուրաքանչյուր ծառայողի համար։ Հիմա ինչ է կատարվում։ Ոստիկանությունը ես ամենայն հարգանքով եմ դիմում, նես չի որ չեմ դիմում, չէ։ Ոստիկանությունը որ մի բան լնում է, ասում է դե ինչ անենք, հրաման են կատարում։ Իսկ հիմա պետք է լինի ոչ թե հրաման կատարել, գա ծառայի ժողովրդին։ Մենք նաև տեղեկացանք, որ դուք քաղաքական ուժ եք ձևավորել, կուսակցություն եք բացել եւ պատրաստվում եք համապետական ընտրություններին։ Կարող եք մանրամասներ հայտնել։ Ես ուրեմն գիտեք ինչ, մեր քաղաքական ուժ Արդար խոսք կուսակցությունն է, մենք արդեն ընտրեցինք մեր վարչապետի տեխնացուն Բիրամոսյանը, որ չգիտեմ, ինքն նոր մարդ չի, ճիշտ է քաղաքականության մեջ նոր մարդ է, բայց ինքն էս մի հատ ճանապարհներ անցել, որ յուրաքանչյուրը կերազեր, նույնիսկ կարելի է կինոներով տեսնել իր ճանապարհը, թե ինքը ինչ ճանապարհներ անցել, ինքը մի խոսքով շատ հզոր մարդ է ու նման մարդիկ են պետք, որ մեր երկիրը դառնա երկիր։ Ես կարող եմ շատ երկար խոսել մեր կուսակցությունից,
կուսակցության անունից կարող եմ խոսել, ես որպես, չգիտեմ, հպարտ եմ, որ այդ կուսակցության մեջ եմ, հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ քրիստոնյա եմ, մենակ ես չեմ, մեր բոլոր անդամներով մենք հպարտ ենք, դրանով հպարտանում ենք, ասես չեմ։